Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, ձեզ հետ ինչպես միշտ Լուսի Քոչարյանն է, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ լսել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ լսել եւ դիտել մեզ, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, անպայման կգտնեք համապատասխան թեման իր տեսագրությամբ, ահա այս տարբերակով եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայտարարված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մեզ կարող եք դիտել live stream-ի տարբերակով։ Իդեպ մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր, դիտարկումներ թողնել, ինձ անձնական նամակով կարող եք հարցեր ուղարկել, դրանք արդեն կային, ես թեմայի շուրջ միշտ արդիական հարցեր հավաքում եմ եւ ներկայացնեմ, թե հարցերի լուսաբանումներն ում շնորհիվ ենք ստանալու։ Այսօր մեր հյուրերն են Աքսիոմեդ վերականգնողական կենտրոնի օրթոպեդ ողնաշարաբան Հակոբ Հովհաննիսյանը, ողջույն բժիշկ։ Բարև։ Եվ MIPS բժշկական կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Գևորգ Ղարիբյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Դուք առանձին եթերներ այստեղ ունեցել եք, այսօր ձեր միավորված ուժերի միջոցով մենք փորձելու ենք անդրադառնալ Հայաստանում ամեն դեպքում հայ հանրության մեջքի եւ ողնաշարի ցավերին ու խնդիրներին, անձամբ ես երևի թե մարդ չեմ ճանաչում սկսած 20 տարեկանից մինչեւ բնականաբար 60+ տարիք, ում մեջքը երբևէ ցավացած չլինի, որևէ տեղը ինչ որ խնդիր ունեցած չլինի, հեմերտ է անցած չլինի, որ տեսնեն ինչ է կատարվում ողնաշարում։ Մի խոսքով ես եկել եմ եզրակացության, որ մեջքի ցավը ամեն մարդու կյանքի անխուսափելի անբաժան խնդիրն է։ Արդյոք իմ տպավորությունները ճիշտ են, արդյոք իսկապես Հայաստանում տարածված են ողնաշարի խնդիրները եւ համապատասխանաբար մեջքի տարբեր բնույթի ցավերը։ Երկուսիդ տպավորություններն էլ ելնելով ձեր պրակտիկայից կուզեի լսել, սկսենք թերևս կլինիցիստից Հակոբ Հովհաննիսյանից։ Նախոս կա իրականություն ձեր խոսքերի մեջ, որովհետև այսօր ցավոք սրտի այդ խնդիրը համատարած է, այդ խնդրից փաստացի ոչ ոք չի կարողանում խուսափել։ Գիտեք, շատ հաճախ այնպես է ստացվել, որ երբ պացիենտը գանգատվում է, ասենք, այսպես ունեմ ողնաշարի ցավերի ու այլն, ես շատ հաճախ մի հարց եմ տալիս, ասում եմ, իսկ առ այսօր ինչ ես արել, որ չցավա։ Որովհետև իրականում ողնաշարը ունի իր պահանջները, ճիշտ հասկացեք, ինքը խնամք է պահանջում։ Ողնաշարային օրգանն է, որ ինքը պահանջում է խնամք։ Այսինքն ինքը պահանջում է որպեսզի դու իրեն մատուցես որոշակի ծառայություններ, որպեսզի ինքը թողնի դու զբաղվես քո սիրած գործով, բարես քո ցանկալի կենցաղը, այսպես ասենք։ Այո, դա այդպես է, դրա համար էլ իսկ դա շատ քչերն են անում, դրա համար էլ այդ խնդրեմը կարող ենք ասել, որ համատարած է, համազգային է, չգիտեմ, նույնիսկ կարելի ասել համամարտկային է, մանավանդ այսօրվա այս դարում կոմպյուտերների այդ գադջետների, հեռախոսների այս դարում, երբ որ յուրաքանչյուր մարդ օրվա մեջ որոշակի ժամանակ տրամադրում է անպայման դրան, որտեղ առանց դրա այսօր հնարավոր չի, դա նույնպես բնականաբար բավականին ծանրացնում է այս խնդիրը, որովհետև ողնաշարի համար ողնաշարային խնդիրների առաջացման համար, այսպես ասենք, անցանկալի ծանրաբեռնվածության ձևը, կարող ենք ասել, դա ողնաշարի վրա հենց ստատիկ ծանրաբեռնվածությունն է։ Այսինքն, երբ որ ողնաշարը ընդհանրապես մարմինը որոշակի ժամանակ մնում է որոշակի դիրքում, շարժում չկա, դինամիկա է տոտալ, եւ այդ ստատիկ ծանրաբեռնվածությունը հենց շատ հաճախ պատճառ է դառնում բազմաթիվ խնդիրների առաջացման ու որպես օրինակ ես ընդհանրապես միշտ պացիենտների նույն օրինակը բերելով ասում եմ, ճիշտ հասկացի, ասենք օրինակ ցեմենտի պարկեր քաշ տվող
բանվորի ողնաշարը իհարկե լավը չի, որտեղ անդադ ծանրաբեռնվածության տակ է աշխատում, հա, բայց իր ողնաշարից ավելի վատ, ասենք, ծրագրավորողի ողնաշարն է, որը որ ամբողջ օրը նույն դիրքում նստած է։ Նրա իր ողնաշարը միշտ խնդիրներ համեմատ ավելի շատ են, որտեղ դինամիկ ծանրաբեռնվածությունը այնքան չի վնասում ողնաշարին, ինչքան ստատիկը։ Այսպիսի իսկ ստատիկ ծանրաբեռնվածության մեջ իհարկե շատ ավելի վտանգավոր է հենց թեք ստատիկան, ինչպիսին օրինակ ատամնաբույժներին է, ստամատ, որոնք ոչ միայն ամբողջ օրը նույն դիրքում են, այլ նաև այդ դիրքը թեք է, թեքված մի կողմի վրա։ Այդ թեք ծանրաբեռնվածությունը օրինակ դա առավել շատ ողնաշարին վնասող եւ խնդիրների պատճառ հանդիսացող հանգամանքներից մեկն է։ Փաստորեն ծրագրավորողները, ստոմատոլոգները, այն ամենաթիրախային, ամենաբարձր ռիսկի գոտում գտնվող մասնագետներն են։ Դուք ինչ կավելացնեք, տպավորությունները ճիշտ են թե ոչ։ Միանգամայն համաձայն եմ դոկտորի հետ, նստակյաց կյանքը բերում է այդ ողնաշարային խնդիրների առաջացման ու բավականին տարածված է։ Ուղղակի կավելացնեմ հատուկ կուզենամ նշեմ այն փաստը, որ մեր ժողովուրդը, մեր ազգը փորձում է այդ փոքր գանգատների դեպքում խուսափել բժշկից ու զբաղվել ինքնաբուժությամբ։ Ես կուզեի հատուկ ուշադրություն դարձնել նշել այդ փաստի վրա, որ պետք է նույնիսկ փոքր գանգատների դեպքում դիմել բժշկի եւ ավելավ է կանխարգելել, քան բուժել։ Բայց բժիշկներ, հարգելի բժիշկներ, չէ՞ որ մեր յուրաքանչյուր հատված կարող է ցավալ անցնել, որ թույլատրելի սահմանը որն է մեջքի ցավերի։ Ենթադրենք 1-2 օր այսպես քաշող ցավ ունենք եւ այլն, բռնվել է, մրսել ենք, վիրուսի հետևանք է։ Մենք պետք է անմիջապես վազենք կլինիցիստի եւ MRT անելու, թե ինչ որ սահման կա, դիմանանք այդքան, եթե չանցավ, ուրեմն շատ վատ է ամեն ինչ, ինչ կասեք։ Այսպես ասենք, տեսեք, իհարկե ցավը դա սուբյեկտիվ զգացողություն է, ինքը օբյեկտիվ չափման միավորներ չունի, որպես ես ասեմ, այ որ եթե 2.5-ից մինչև 7.5 ցավում է պետք, չի, իսկ 7.5-ից ասենք եւել, դա հիմարություն կլինի։ Իհարկե ցավը սուբյեկտիվ զգացողություն է, եւ ամեն մարդ եւ ցավային շեմն է տարբեր մարդկանց մոտ տարբեր իհարկե։ Դրա համար այս հարցի մեջ իհարկե պետք չի այս հարցը մանրամասնել, ուղղակի մենք հիմա խոսում ենք ավելի շատ ոչ թե էպիզոդիկ ինչ որ ցավային զգացողության մասին, այլ երևույթի մասին, որը կրում է ինչ-որ քրոնիկական բնույթ, պարբերական բնույթ, որը ժամանակ առ ժամանակ տարբեր պատճառներից ելնելով սկսում է մարդուն անհանգստացնել։ Ու ինչ մնում է վայ ձեր ասած հենց ցավեց վազենք, ասենք MRT անելու։ Գիտեք ոնց ամեն ինչից առաջ իմ կարծիքով առաջին հերթին պետք է բժշկին դիմել, որովհետև ճիշտ ասացեք, հիմա էլ ես չէ, գուցե այո, հենց խոսքը դրա մասին է, որովհետև այսօր ես ասենք մարդ եմ մտնում մոտս, որ ասենք փաթեթով հետազոտությունների, որոնց ասենք հիմնական մեծ մասը անիմաստ հետազոտություններ են, որոնք ոչ մի կապ չունեն տվյալ խնդրի հետ, ոչ մի կապ չունեն տվյալ գանգատի հետ, մարդը պրոստը գիտեք ոնց մեր հայերի մոտ ես մի հատ տենց շատ լավ ռուսերեն խոսք կա, որ ես հաճախ օգտագործում եմ դա նավսյակի։ Նավսյակի սեփական հանգստության համար դա թարգմանաբար է ասին։ Բան չունեմ ասելու, բայց դա հիմնականում լինում է շատ անիմաստ, ավելորդ ու աննպատակ գործողություն ու աննպատակ ծախս։ Դրա համար հավանաբար ավելի ճիշտ է դիմել բժշկի, հասկանալ որ ուղղությամբ պետք գնալ, ինչն է պետք է հետազոտել ավելի կոնկրետ եւ հիմա ամեն մեջքի ցավի համար չի որ պարտադիր պետք է MRT արվի։ Բարձ խոսենք։ Այսօր մարդ հենց մեջքի ցավը նավսյակի ասեցի մի հատ MRT անեմ։ Ինչի համար։ Եթե կարելի է, ասենք մի հատ բանալ ռենտգեն նկարով որոշել ինչա կատարվում։ Պետք է հետո MRT թե ոչ միգուցե, հա։ Եթե չէ, գիտեք ոնց ամեն դեպքում ցանկացած հետազոտություն պետքա նպատակային արվի։ Այդ նավսյակին պետքա բացառել, դա մեծ հիմարություն է, էլի, որ մենք հաճախ անում ենք։
Կարևորագույն հարցերից մեկին անդրադառնանք մեջքի որ բնույթի ցավերն են առավել վտանգավոր, որովհետև մենք գիտենք, որ էլ վերջույթին խփող ցավ գոյություն ունի, էլ քարացնող, անշարժացնող ցավի տեսակ գոյություն ունի, քաշող եւ նվացող, բայց ոչ շատ այդպես կյանքի որակի վրա այդքան էլ չսահմանափակող տիպի ցավեր գոյություն ունեն, որոնք են ամենավտանգավորները, որ անմիջապես պետք է զբաղվել եւ էլի վերջում էլ MRT պետք կլինի բարձելու համար։ Դե որպես կլինիցիստ նույնպես ես պատասխանեմ Գևորգի թույլտվությամբ։ Իհարկե կլինիկական առումով առավել կարևոր են կարելի ասել այն ցավերը, որոնք իրենց հետ բերում են այն խնդիրները, որոնց ժամանակ առաջանում է, այսպես ասած, ներվարմատիկային սինդրոմ, համախտանիշ, այսինքն երբ որ ինչ-ինչ ողնաշարում որոշակի փոփոխությունների հետևանքով հարվածի տակ է լինում ներվարմատը, որը ողնողեղից դուրս է գալիս եւ դրա պատճառով իհարկե հիմնական գանգատը պացիենտի մոտ լինում է ոչ թե ցավը ողնաշարի շրջանում, ասենք պարանոցի կամ գոտկատեղի, այլ հիմնական գանգատը լինում է ցավերը վերջույթներում, որովհետեւ դա իհարկե խոսում ենք ճողվածքների մասին, իհարկե ներվարմատիկային սինդրոմը միայն ճողվածքների ժամանակ չի լինում, դա կարող է լինել շատ տարբեր խնդիրների դեպքում, ինչպես տարատեսակ կիստաների, լիստեզների, ուռուցքային խնդիրների եւ այլն, շատ տարբեր դեպքերում կարող է լինել, դրա համար ախտորոշումը տվյալ դեպքում շատ կարևոր է, որպեսզի որոշվի հետագա տակտիկան, բուժական տակտիկան։ Ինչ մնում է իհարկե շատ ավելի հաճախ մենք շփվում ենք այն պացիենտների հետ, որոնց մոտ այսպես ասած փափուկ հյուսվածքային կլինիկա է, որը պայմանավորված է, ասենք, ջլակամպանային ապարատի կամ մկանափակեղային ապարատի խնդիրների հետ, իհարկե այդ խնդիրների հիմքում նույնպես միշտ նստած լինում է մի հատ շատ կարևոր փաստ, դա ողնաշարի ստատիկ դիրքն է, որին ցավոք սրտի այնքան շատ դեպքերում առանձնապես ուշադրություն չեն դարձնում, բայց հենց ողնաշարի ստատիկ դիրքի խանգարումն է, որ բերում է նմանատիպ փափուկ հյուսվածքային խնդիրների առաջացման, իսկ ողնաշարի ստատիկ դիրքը հենց ապահովում է մկանային կարկաս, այսինքն ցանկացած ստատիկ դիրքի փոփոխության դեպքում մկանային կարկասի վրա պետք է տարվի որոշակի կոնկրետ աշխատանք։ Մի խոսքով Հիմա Գևորգին հարցն ուղեմ, կլինիցիստն արդեն նշեց MRT-ի հաճախ են վազում, այսպես ճակերտավոր ասված, ու իսկապես մենք արդեն անգիր ենք արել հանրությամբ, որ եթե մեջքի խնդիր ունես, ողնաշարի տարբեր հատվածներում խնդիր ունես, գրեթե միշտ MRT պահանջում են, որպեսզի լավ երևա։ Այ կարող եք նկարագրել, ինչն է լավ երևում, ինչու է MRT-ն ոսկե ստանդարտ այս պահի դրությամբ ամենայն դեպս ողնաշարի հետազոտման եւ ճշգրիտ ախտորոշման համար, այդ ինչ լավ բաներ են տալիս MRT նկարները։ Մենք շատ հաճախ ենք զրուցել այդ թեմայի մասին, բայց չեմ հոգնի կրկնել, որ MRT-ն ոչ ինվազիվ ու անվտանգ հետազոտության մեթոդ է, որով վիզուալիզացնում ենք ու շատ լավ դետալիզացնում ենք փափուկ հյուսվածքները։ Այսինքն մարմնակրկոտորեն մենք տեսնում ենք ոչ միայն ոսկրային կառույցները, այլ տեսնում ենք միջողային սկավառակները, այդ դիսկերը, կապանները, մկանները, նյարդերը եւ նյարդարմատիկները ու արդեն այդ հետազոտության մեթոդով ժխտում ու կամ հաստատում ենք այն պաթոլոգիաները, որոնք կարան առաջացնել ցավ։ Ճիշտ է, առաջնակի բժշկական զննությունը պետք է անցնի կլինիցիստի կողմից համապատասխան մասնագետի մոտ եւ դրանից հետո արդեն մասնագետները ուղղորդում են հետազոտությունների, ախտորոշիչ հետազոտությունների, որոնցից մեկը MRT-ն է, արդեն կախված խնդրից։ Մի այսպիսի հարց, ողնաշարն ամբողջությամբ է կանում MRT ստանում պատկերներ, թե մաս, մի փոքր էստեղ մանրամասնությունների, իհարկե հնարավոր է կատարել ամբողջ ողնաշարի հետազոտություն, կախված ցավից մասնագետները ուղղորդում են համապատասխան հատվածի հետազոտության, MRT-ն կատարվում է յուրաքանչյուր հատված առանձին, տևողությունը 15-ից 20 րոպե է։ Յուրաքանչյուր հատվածի։ Այո, յուրաքանչյուր հատվածի տևողությունը 15-ից 20 րոպե է տևում։
Անցավ Որ հատվածներն են, քանի հատված է, ինչպես եք բաժանում ողնաշարը։ ողնաշարը բաժանում 3 հատվածի՝ պարանոցային, կրծքային եւ գոտկասրբանային հատվածների։ Այդ հետազոտությունները կատարվում են առանձին եւ համապատասխան այդ զոնաների նշանակման էլի մասնագետի կողմից։ Պարոն Հովհաննիսյան, մի հարց, այս 3 զոնաներից որով են ամենաշատը դիմում։ Օրինակ ինձ մոտ տպավորություն է, որ գոտկային հատվածն է, հատկապես կանանց մոտ, հետծննդաբերական եւ այլ խնդիրներով, իսկ ձեզ մոտ ինչ մոտավոր վիճակագրություն է։ Դե իհարկե մեր ողնաշարում ամենաբարձր ծանրաբեռնվածություն կրող հատվածը դա գոտկային հատվածն է, նամանավանդ ստորին գոտկային հատվածը, խոսքը վերաբերում գոտկային 4-րդ, 5-րդ, 5-րդ եւ սրբոնային առաջին միջողային դիսկերի վրա իհարկե ընկնում է ամենամեծ ծանրաբեռնվածությունը, որովհետեւ դրանք ամենաստորին դիսկերն են եւ ամենամեծ քաշն են կրում իրենց վրա։ Բայց առավել քիչ կարող եմ ասել, որ կրծքային հատվածում մենք խնդիրներ ունենում, որովհետև ողնաշարի կրծքային հատվածում մենք ունենք իհարկե կրծքավանդակ, որը որոշակի սահմանափակում է ողնաշարի կրծքային հատվածի միջողային այդ սեգմենտների շարժունակությունը եւ այնտեղ մենք խնդիրներ, դա ֆիքսված հատված է եւ այդտեղ խնդիրներ համեմատաբար ավելի քիչ ենք ունենում։ Բայց պարանոցային հատվածը նույնպես բավականին խնդրահարույց է իհարկե, պարանոցում նույնպես շատ հաճախ ունենում ենք խնդիրներ ու տեսեք, այստեղ ես նորից ուզում եմ անդրադառնալ հենց ողնաշարի ստատիկ դիրքի խանգարմանը, որովհետև կապված այսօրվա ոնց որ նշեցինք այս կոմպյուտերային դարի հետ, կարող եմ ասել, որ այսօր հավատացեք համարյա ցանկացած մարդու մոտ, որը ունի որոշակի վերաբերմունք, այսպես ասած, համակարգչին, այսինքն աշխատանքը պայմանավորված է համակարգչի հետ, համարյա անխտիր բոլորի մոտ կա ողնաշարի ստատիկ դիրքի խանգարում։ Իսկ չմոռանանք, չէ, այո, որում դա հիմնականում արտահայտվում է ողնաշարի, այսպես ասած, պարանոցային հատվածի լորդոզի հարթեցմամբ։ Դա շատ հաճախ մենք հանդիպում ենք դեպքերի, նաև որ լորդոզը ոչ միայն հարթվում է, այլ տրանսֆորմացիա է լինում պաթոլոգիական կիֆոզի։ Ու այստեղ նույնպես մի հատ շատ կարևոր պահ կա, որի մասին որ ես կուզենայի անդրադառնալ, կապված դրա հետ, որովհետև տեսեք, այդ ստատիկ դիրքի խանգարումը պետք է ասենք անպայման, որ դա փոխում է ծանրաբեռնվածություն միջողային դիսկերի վրա։ Այսինքն այդ լորդոզի հարթեցման ժամանակ է, որ միջողային դիսկի առաջային հատվածի վրա ծանրաբեռնվածությունը դառնում է մշտական, ինչը պատճառ է դառնում պուլպոզ կորիզի դեպի հետ անդադ ճնշման, հետագայում դեգեներացիաների արդյունքում ինչ-որ ճաքերի առաջացման, այնտեղ գրիժայի առաջացման, այո, այսինքն ստատիկ դիրքի փոփոխությունը ինքը նույնպես կարող է մեծ նշանակություն ունենալ ճողվածքների առաջացման հարցում, զուտ ստատիկ դիրքի փոփոխությունը։ Դրա համար այդ հարցին պետք է շատ լուրջ անդրադառնալ ու այսօր պարանոցային խնդիրները, ուզում եմ ասեմ, նույնպես գոտկային խնդիրների կարելի ասել չեն զիջում։ Հա, իսկապես մոտ 20 տարի առաջ երևի թե այդքան տարածված չէին, հիմա բոլորի գլուխները մի փոքր հակված են, մենք դա հանրային վայրերում, այգիներում, տրանսպորտում մենք կարող ենք դա տեսնել, ընդ որում միայն աշխատանքի հետ կապված չէ, դա ժամանց է, իսկապես այդ սկրոլինգը եւ ուղղակի ինչ որ բան նայելը, գեյմինգը եւ այլն արդեն ժամանցներ են դարձել եւ այո, հիմա կարող եմ մրցել գոտկային հատվածի հետ։ Գևորգ, այ ճողվածքները մանրակրկիտ երևում են թե ոչ ու կարծում եմ շատերին կհետաքրքրի, որ միլիմետրաժից սկսած եք դուք կարողանում հայտնաբերել այդ ճողվածքները։ Մարդիկ ամենաշատը, ասեմ ձեզ, վախենում են երկու բանից, դրանք ճողվածքներն են, որ կգան վիրահատության, եւ դրանք պրոտրուզիա կոչվածներն են, էլի ռուսերեն բառով, նյարդի ճզմումն է։ Այս երկուսը ինչպես են երևում, ինչ աստիճանի։ Մեկ MRT-ն հնարավորություն է տալիս մեզ տեսնել միլիմետրերի կտրվածքների վրա, միլիմետրերի չափումներով այդ միջողային սկավառակների արտափքումները, թե պրոտրուզիաների տիպով, թե ճողվածքների տիպով, որը կատե կամ ռենտգեն հետազոտությամբ ուղղակի տեսանելի չեն եւ այնտեղ հյուսվածքային տարբերակում չի լինում, որպեսզի հստակ չափ լինի կապանի, ճողվածքի, մյուս փոփոխությունների
փափուկ հյուսվածքային, որոնք բորբոքային օրինակ փոփոխությունների MRT-ն առավել ինֆորմատիվ է համեմատաբար մյուս հետազոտությունների 1-2 մմ-ից սկսած արտափոփումները արդեն տեսանելի են MRT-ով ու հնարավորություն է տալիս մեզ ասելու կա այնտեղ նյարդարմատիկային ազդեցություն, կոմպրեսիա, ճնշում առաջացնում է այդ ճողվածքը, ինչ տեղակայում ունի միգրացիաներ, տարածումը դեպի առաջացնում է ինչ-որ բարդություններ, օրինակ միջվողային անցքերի կամ հենց ողնաշարային խողովակի լուսանցքի ստենոզներ, նեղացումներ։ Չմոռանանք խոսել այն մասին, որ ոչ միայն մենք դետալիզացնում ենք ցավի համար ճողվածքները, այլ այնտեղ այդ միջվողային հոդավորումների մաշվածությունը, արթրոզը, Այդ ճաքեր եւ այլն դրանք էլ են խոսում։ Դե այդ մենք խոսեցինք դիսկերի մասին ճաքերը, բայց պետք է ավելացնեմ, որ այնտեղ միջվողային հոդերի այդ դեգեներատիվ փոփոխությունները, արթրոզը եւս առաջացնում է այդտեղ ստենոզներ, կարող է պայմանավորվել ցավային համախտանիշով։ Պետք է նշեմ ոչ միայն ճողվածքներ, այլ նաև տարբեր գոյացություններ, բարորակ չարորակ գոյացություններ կարող են լինել հենց նյարդերի ուղղությամբ, նյարդերի վրա, ողնուղեղում, տարբեր հիվանդություններ, բորբոքային, ինֆեկցիոն գենեզի բորբոքային հիվանդություններ, որոնք MRT-ն թույլ է տալիս տարբերակել, որտեղ ցավը կարող է լինել ցավ, բայց դա պայմանավորված չլիներ ճողվածքով, այլ մեկ այլ հիվանդությամբ, որը նորից առաջացնում է ցավ։ Չցավող ճողվածք լինում է առհասարակ, հա, այդպիսի բան կա, որտեղ բոլորի մոտ այդ կարծիքը կա, որ եթե կա ճողվածք, ուրեմն այն անխուսափելիորեն մեծանալու է, գալու է վիրահատության եւ անպայման ցավելու է։ Սա մոլորություն է, հա։ Իհարկե, մոլորություն է, որովհետեւ տեսեք, խնդիրը այստեղ ճողվածքի արկայությունը կամ բացակայությունը չի, որովհետեւ մարդը կարող է ունենալ բազմաթիվ ճողվածքներ եւ ասենք ցավել ողնաշարի շրջանում, բայց ասենք այդ ճողվածներից ոչ մեկը կապ չունենա այդ գանգատի հետ։ Ասենք գանգատը լրիվ ուրիշ պատճառով է եւ դրա համար, այսինքն այստեղ խնդիրը նրանում չի ճողվածք կա թե չկա, խնդիրը նրանում է այդ տվյալ ճողվածքը որքանով է ազդում ներվարմատի վրա, ողնուղեղի վրա, որքանով է առաջ բերում որոշակի կլինիկա։ Ու դուք դա տեսնում եք MRT պատկերներից, կարողանում եք տեսնել, տարբերակել։ Հենց այստեղ եմ ուզում անդրադառնամ ես այդ հարցին, որ տեսեք չափահաս մարդ ճողվածք չունեցող, կարելի ասել երևի գոյություն չունի։ Շատ հուսադրող է, բժիշկ, շատ հուսադրող է։ Չէ, բայց տեսեք, ցանկացած գանգատի ժամանակ չի, որ մարդուն պետք է պարտը։ Չէ, իհարկե, գիտեք ոնց միշտ, ասենք պացիենտը ասում եմ ռենտգեն արա բերն է, չէ։ Իսկ MRT չանեմ, ասում եմ, տեսեք, ասում եմ, MRT նայելը ինձ համար տեղը եւ ձևը համար շատ ավելի հաճելի է MRT-ն նայել, որովհետեւ MRT-ի ինֆորմացիան շատ ավելի շատ է։ Ուղղակի զուտ ելնելով ժամանակային առումով, ծախսային առումով ես փորձում եմ, ասենք, մարդուն հնարավորինս քիչ նեղություն տված լինեմ, այսպես ասած, հա, բայց իհարկե MRT-ն ցանկացած դեպքում կարելի է MRT-ն անել, ցանկացած դեպքում նայել ու ցանկացած դեպքում շատ ավելի շատ ինֆորմացիա ստանալ։ Չնայած ասեմ, կան խնդիրներ, որոնց դեպքում նույնիսկ MRT-ից հետո կարող է ռենտգեն էլ պահանջվի, որովհետև մանավանդ այդ L5S1 ողերի այն սակրալիզացիա, լումբալիզացիա խնդիրների դեպքում շատ դեպքերում MRT-ն այնքան հաջող այդ ամեն ինչը չի տեսնում եւ երբեմն նույնիսկ պահանջում ենք ռենտգեն հետազոտություն, որպես լրա հետազոտություն, այսպես ես պատկերացնում եմ մարդկանց դեմքը, եթե MRT-ն կա, այլ ռենտգենի ինչ են կանում։ Այսինքն նույն ներողություն նույն ողնաշարի ստատիկ դիրքի փոփոխությունները բանը, ասենք, որոնք ավելի ճիշտ է նայել, հետազոտել ոչ թե պարկած, այլ կանգնած դիրքում, դրա դեպքում նույնպես ցանկալի է, ավելի ցանկալի է անել ռենտգեն հետազոտություն։ Այսինքն պետք չի անտեսել ռենտգենը, նա նույնպես բավականին լուրջ ինֆորմացիա մեզ փոխանցում է, այսպես ասեմ, էլի։ Այսինքն նորից վերադառնում ենք մեր սկզբնական զրույցին, որ ամեն դեպքում երևի թե ճիշտ է անել նպատակային հետազոտություն, խոսքս դրա մասին է։ Հերթականությունը գանգատներ, բժշկի դիմել, ցուցումներ, եթե կան, նախնական ախտորոշում, հետազոտման պլան, այնուհետև իհարկե բուժական պլան։
Վերջնական ախտորոշումը դուք եք փաստորեն սահմանում որպես կլինիցիստ հիմնվելով ռադիոլոգի եզրակացությունների վրա, ճիշտ ենք հասկանում։ Իդեպ լավ հարց ունենք ողնաշարի տարբեր հատվածների MRT-ին վերաբերող 1.5 տեսլան է այստեղ ավելի ցանկալի թե 3, որովհետև մարդիկ բնականաբար 3 տեսլան ենթագիտակցաբար ավելի ինֆորմատիվ, ավելի մանրամասն, ավելի հստակ պատկերներով են պատկերացնում, սա ճիշտ է թե ոչ։ Եվ դուք ինչպես եք անում մեջքը ողնաշարը։ Սարքավորումները իհարկե բավականին ինֆորմատիվ են, բավականին լավ դետալիզացնում են, բայց 1.5 տեսլազորությամբ MRT սարքավորումները շատ լավ վիզուալիզացնում են, կարելի ասել գրեթե չեն զիջում ինֆորմատիվության առումով 3 տեսլա սարքավորումներին, միանշանակ որ կամ հետազոտվել կան որոշակի սահմանափակումներ, դեպքեր, որոնց ժամանակ անհրաժեշտություն է լինում հետազոտությունը կատարել 3 տեսլա սարքավորումներով, դրանք կարող լինեն օրինակ տարիքային փոքր երեխաներին, մանկահասակ երեխաներին կարող է պայմանավորվել ուռուցքներով, գոյացություններով, որոնց վիզուալիզացիայի համար անհրաժեշտ է ավելի մանր կտրվածքներով հետազոտել եւ ավելի դետալիզացված, բայց 1.5 տեսլան ամբողջովին բավարար է եւ մենք ստանում ենք բավականին լավ ինֆորմատիվ պատկերներ ավելի վատ ու թերի չի լինելու։ Չէ, միանշանակ ոչ մի թերի եզրակացություն չի կարող լինել 1.5 տեսլա սարքավորումով։ Մենք այնքան ենք ինֆորմացնում մարդկանց, հասկանում եք, այնքան ենք տեսակները մատուցում, որը ինչ առավելություն ունի եւ այլն, որ մեղադրելի չէ եւ երկու շատ կարճ հարց արագ բլից, որովհետեւ մենք ունենք 4 րոպե։ Ինչու է նամակ ուղողը մեզ հարցնում է, ինչու է այդքան խիստ պահանջը ոչ մի դեպքում չշարժվել MRT-ի ժամանակ։ Մենք միշտ պացիենտների մոտ բողոքները միշտ շատ են, բա որ քոր գա, բա որ ես հոգնեմ, բա որ ցավ սկսվի, ինչի՞ չեք թողնում մի թեթև գոնե շարժվել։ Որովհետև ցանկացած փոքր շարժում կարող է առաջացնել աղավաղումներ պատկերների մեջ, որովհետեւ ավելի հասկանալի ձևով պատկերավոր ձևով ներկայացնեմ, մենք պացիենտներին միշտ ասում ենք պատկերացրեք, մենք ձեզ ֆոտո ենք անում, յուրաքանչյուր կադրը այդ մի ֆոտոյի հետ ենք համեմատում եւ զուգահեռներ ենք տանում, եւ եթե դուք լուսանկարի ժամանակ շարժվում եք, աղավաղումներ են առաջացնում, հա, այդ կոնտուրների եզրերի աղավաղումներ, մենք ստանում ենք հազարավոր այդպիսի նկարներ ու յուրաքանչյուր շարժում առաջացնում է աղավաղումներ այդ պատկերներում MRT։ Եվ մյուս շատ արագ հարցը ձեզ, էս էլ մշտական հարցերից է, քանի միլիմետրից սկսած է վտանգավոր ճողվածքը ցուցված վիրահատության ձեր պրակտիկան կամ չափանիշը։ Իհարկե այդ տվյալ ճողվածքի կամ պրոլապսի չափերը չի, այդտեղ շատ ավելի ուրիշ կարևոր հարցադրումներ կան, նախ տեղակայումը տվյալ պրոլապսի, որովհետև այսինքն խնդիրը ինչու՞մն է, նայած որքանով է տվյալ արտափքումը ազդում ներվարմատի վրա կամ ողնուղեղի վրա, այսպես ասենք, այստեղից է գալիս հիմնական խնդիրը, ու այդպիսի ցուցումներ, որ այ մինչև այսքան միլիմետրը պետքա սենց արի, այ մինչև, ոստեղ իհարկե մեկ էլ շատ կարևոր է կլինիկական պատկերը։ Ճիշտ հասկացեք, շատ գանգատները, իհարկե, որովհետև շատ դեպքերում այ տվյալ պացիենտի գանգատների եւ ասենք MRT պատկերի մեջ շատ մեծ կոնֆլիկտ առաջանում, որովհետեւ նայում ես լրիվ ուրիշ բան ես տեսնում, ինքը լրիվ ուրիշ բան է պատմում։ Այսինքն նորից գալիս ենք այդ ինդիվիդուալ մոտեցմանը, որովհետեւ երբեք չի կարելի ինչ որ ստանդարտիզացիա անել տվյալ հարցում, որ այ եթե սա սենց է, ուրեմն սենց է։ Ցուցումներ չկան, կա կլինիկական պատկեր, հա, եւ կա դիագնոստիկ պատկեր։ Այդ երկուսի համատեղման արդյունքում արդեն որոշվում է բուժական պլանը։ Այսինքն կարող է պայմանական 6 միլիմետրանոց ճողվածքն այնքան խանգարել մարդուն, որ գնա վիրահատության, բայց կարող է 7-ը այսպես չխանգարել։ Կարող է 3 միլիմետրանոց ճողվածքի կապակցությամբ մարդը վիրահատվի եւ շատ կներեք, ես 22 միլիմետրանոց ճողվածք եմ ունեցել, որը չի վիրահատվել, ու այսօր էլ վազում է, թռնում է, ոչ մի խնդիր չունի այդ մարդը։ Լավ։ Օրինակ։ Հարգելի ունկնդիրներ, գալիս ենք եզրակացության, ինքնաբուժությամբ չենք զբաղվում, ինքնադիագնոստիկայով չենք զբաղվում, ինքնուրույն վիրահատություն չենք սահմանում մեզ համար եւ այլն եւ այլն։ Հերթականությունն էսպիսին է, ունեք պարբերաբար կամ մշտական ցավեր, դիմում եք համապատասխան մասնագետին, հետազոտությունն անում եք ըստ նրա ցուցման, որ լինի թիրախային եւ նպատակային ու կազմում եք արդեն բուժման կամ վիրահատության
պլանը եւ բնույթը։ Շնորհակալություն, շատ ինֆորմատիվ էր, պետքական էր մեր բոլորիս մեջքերի ցավի եւ ողնաշարի խնդիրների համար։ Զրուցեցինք Աքսիոմեդ վերականգնողական կենտրոնի օրթոպեդ ողնաշարաբան Հակոբ Հովանիսյանի եւ ՄԻՊՍ բժշկական կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Գևորգ Ղարիբյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լույսի Քոչարյանը, հուսամ ելի կհանդիպենք մեջքի շուրջ։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։